Բարև ձեզ, սիրելիներս, ձեզ հետ է Դավշահը։ Նախքան վիդեոյին բաժանորդագրվել, լայք, գրել ձեր կարտիկը տարածել այդ ամեն ինչը անում ենք։ Շատ մերսի ձեզանից։ Հետո ասեմ, որ ձեր առաջիկա տոները շնորհավոր, շատ մերսի հարու Ադրբեջանորդի համար։ Գնոնք են շատ ուշ կասին ծերս 3-ից 4 ամիս, ինչի համար որ դες բնակվում Պարսկաստանում, իսկ էլ չենք խորանում, որովհետև էլ արդեն պարզ է, թե դիքը խնդիրներ առաջանում, որ դիքը հասնի ծերս։ Ու ասում ենք առաջ։ Նախ ասեմ թե ես ով եմ։ Ես Դավշան եմ, բնակվում եմ Պարսկաստանում, անունս Դավիթ է, էլ մասնական շատ եմ խորանում, եթե հարցեր ունեք կարողացնեք կոմենտներում պատասխանեմ, մեկ էլ եմ որ մասնակցությամբ YouTube-ի admin եմ, թե ինչ նշանակում դա ասեմ։ Դու քո համար առանձին կամ ինչ-որ կազմակերպության մեջ մտնում ես աշխատում ես, կազմակերպություն երբ որ աշխատում ես ուրիշների համար ես աշխատում, բայց երբ որ քո համար առանձին քո համար YouTube-ի կանալ ես բացում, այդ կանալը այդպես զարգացնում ես, որ ավելի շատ մարդ տենա, բազարը ռեյտինգը տանում ես վերև ու ընդ ես կամ կազմակերպությունն է փոխտալի, եթե դու առանձին ես աշխատում, YouTube-ն է դեպի փոխվել։ Էլ արդեն այդ ամեն ինչը պարզ է։ Հիմա թե ոնց ես անում, դա կարելի YouTube-ի editing-ի հարցը, SEO-ի հարցը ու տենց դիպ բաներ, որ հարցրեք կոմենտների բաժնում կասեմ ես։ Իսկ հիմա ինչ պատճառ եղավ որ ես այս վիդեոն սարքեմ, հենց այսի մասնագիտությունը, որը ես կարողացա Նիկայի ու Կարոյի թեման ցենց լավ քննարկեմ ու կամ իրականությունը ձեզ ասեմ։ Որոշ իրականությունները 100% ցանոց չեն, ես դրանց վրա շեշտեմ, որ իմանաք։ Ու նաև Կարոյին ու Նիկային ու իրանց հետևորդներին ասում եմ, որ եղանակ չլինի, ինչ-որ բանից էլ նեղանում եք, կներեք, բայց ես եկել եմ իրականությունից։ Անցնենք վիդեոյին։ Ինչպես տեսնում եք, Նիկան ասում է, որ Կարոյին ֆան նաև է, ապացույցել վերում է։ Դա հավոք սրտի սուտ է, որովհետև Կարոն այն ժամանակ իրականալը հին էր բացել։ Նիկային էլ էլի հին է, ու իրանք ավելի շատ մրցակից պիտի լինեն, քան Կարոն գայրա ֆանատ լինի։ Ու համել մի հատ վիդեո կա, որ այն թվերին մեր շատ սիրելի եղբայրը, չգիտեմ, ով է կարող անունը ֆեյքը։ Եկել է մի հատ վիդեո ադրել, որ այսօր մեզ կօգնի հավատանք, որ իրոք Նիկայի ասածը սուտ է։ Դա լենա, որ Vizor TV-ն ու Կարոն մեջ խոսում են։ Բանը երրորդ մասում հետո տեղափոխվել եմ կոմիտաս հետո մանումենտ, ապրում եմ լավ։ Հիմա ասենք երկրորդ պարտին։ Նիկան գալիս է ստե ապացույցներ ցույց տալի։ Ասում է չէ, դու ով ես Կարո։ Հիմա այդ գանք հասկանանք, այդ ապացույցները ճիշտ է թե չէ։ Ժողովուրդ ջան, դեռ մի բան բացատրեմ։ Այս գործը արդյոք Կարոն արել է թե չի արել։ Այո, արել է, բայց հիմա թե Նիկայի կանալի հետ արել է թե չի արել, ես դա չգիտեմ։ Բայց մի բան կա, դա գողություն չի։ Որովհետև YouTube-ի կանոնների մեջ դա տեն բան գրած չի, որ դա գողություն է։ Այդ ուղղակի YouTube-ի վիդեոների սցենարը, որ ուրիշներին է պատկանում, վերցնում ես դու ես անում, որ դու էլ դիտում հավաքես, որովհետև ժողովուրդը դրանով ավելի շատ հետաքրքրված։ Օրինակ, գներես Saint Hov Javan, բայց պիտի ասեմ, օրինակ Saint Hov-ը գնացել է վերջում Mr. Beast-ի վիդեոներից մեկը ունը կրկնել էր հայերեն էր արել ասենք։ Դե լոմա գողանա, չէ, չի լոմա գողանա։ Գնանք, տեսնենք, որ չասեք խախում։ Ты Москвича, гнят! What? Go! Ինչպես տեսակ, այս էլ մեր սիրելի Saint Hov-ից։ Սրանով բոլորն են զբաղվում։ 90%-ը յութուբերներն են։ Պարսիկ, հայ, ռուս։ Ռուսը գալիս է պարսիկից է վերցնում պարսիկի Ամերիկայից է վերցնում տես խառը։ Կարոն հիմա թե Նիկայից վերցել է թե չէ, ես չգիտեմ։ Բայց եթե Նիկայից վերցել է, Նիկան իրավունք ունի գա ասի, հա, Կարո, դու սխալ ես։ Ու մի արա, բրատ, չեմ սիրում։ Բայց եթե գա ուզենա բողոքի, չգիտեմ, ինչ որ մի բաներ անի, չի կարող, որովհետև տես կանոն չկա։ Ու մեկը ժողովուրդ ջան, ասեմ մի բան։ Կարոն էլ վերցնում իր վիդեոների մեծ մասը Mr. Beast-ից։ Mr. Beast-ը դենքը համաշխարհային է, արդյոք բանկը վերցնում։ Բայց ասում են Կարոն գողություն չի անում։ Ուղղակի սցենարը վերցնում է դնում է, որ ինքն է կանալը աճի։ Հիմա կլինի խոսքի սցենարը, վիդեոյի թեմայի սցենարը ու այդ ամեն ինչը։ Իսկ Նիկայի ապացույցները որ ցույց է տվել, ես կարող եմ օրինակ նա այդին պարսիկ վախենալու ժանրի YouTuber Վալկովերի վիդեոն կտնեմ Նիկայի վիդեոյի հետ, ասեմ երկուսն էլ միտեից են վերցրել։ Գնանք տենանք, արդյոք կարամ թե չէ։ Вот куда что. Да, yes. Լելոց է։ Ինչպես տեսակ ես կարողացա այդ գործը անել։ Ժողովուրդ ջան, ասենք երրորդ մասին։ Ամեն ինչ նույնն է Միկանել եկել է ասում է որ Կարոն այս բաները ինձանից վերցել է։ Ուղղակի թեման հիմա տարբերվում է։ Թեման Darknet Kavai-ի վիդեոների մասին է։ Բայց արդյոք Կարոն եկել է Միկայից է վերցրել թե Զվանոկից է վերցրել, որտեղ Զվանոկը առաջին հոգին էր որ ցենց վիդեոներ էր գցում հայկական YouTube։ Հիմա ես այս ապացույցով ցույց գնացինք։ Ինչպես տեսակ Զվանոկը առաջին հոգին էր։ Հիմա Կարոն Զվանոկից է վերցրել թե Միկայից։ Հիմա կարող Միկայից է վերցրել, ես չգիտեմ։ Բայց էլ Միկայի վիդեոյի մեջ բան չի մնում քննարկելու։ Համարվա հենց այս կանն է։ Ու ես ուզում եմ եզրափակեմ այս վիդեոն ու երկու բան էլ ասեմ, որ կարա օգնի մեզ ճիշտ կողմնորոշվելու։ Առաջինն է որ Կարոն հիմա բրենդ է։ Ինքը իր բրենդ ունի, հավատաք ես։ Կար կոմեդի, Կարո Արյունյան, Կարո, այդ ամեն ինչը հիմա բրենդ է, անգամ գրիքն է իր բրենդով զբաղվում։ Այսինքն զբաղվել ինչ, այսինքն վերցնում անունը դնում է, որ շատ դիտում է բակի։ Ու ինչպես որ տեսնում եք, էլի Նիկան նախքան
հետ մի երկար ժամանակի վիդեո չէր դրել, բայց միանգամից եկա Կարոյի անունով վիդեո դրեց։ Որ ինչ անի, որ դիտում հավաքի։ Հիմա ես չգիտեմ արդյոք դրա համար արել թե չի արել, բայց էսի մի հատ այն թեմաներից էր որ պիտի ասվեր։ Երկրորդն է որ sense բաներ շատ են ասում, որ կա, բայց քննադատում են YouTube-ի վիդեոն գողացել է։ Էսի մենակ մի կան չի արել ամբողջ աշխարհում։ Sense վիդեոներ անում են անգլիական YouTube-ում, ամերիկական ու տենց գնա։ Երրորդը, հա, կարող վերցնում է ուրիշի սցենար։ Ու դի զարմանալու բան չի։ Դատել են անում։ Իսկ հիմա թե մի կայնը վերցրել թե չի վերցրել, ես չգիտեմ։ Կարող։ Եվ մի բան էլ ավելացնեմ։ Միկայի նման վիդեո նկարողները ամբողջ աշխարհում շատ են։ Կա որ ճիշտ է, կա որ սուտ է։ Կա որ իրանց իրավունքին հասնում են, կա որ իրանց իրավունքին չեն հասնում։ Բայց մենք չենք կարող ասենք հիմա Միկան ճիշտ էր թե սուտ էր։ Իր իրավունքին հասավ թե չհասավ։ Ու ընդհանուր այս վիդեոն փակելով ու հասկանալով այսքան խոսելուց հետո ինչ եղավ, հասկանում ենք այն որ Կարոն գողություն չի արել, բայց սցենար վերցրել է։ Իսկ Միկայից վերցրել է թե ոչ, չգիտենք։ Այսքանն էր վիդեոն, սիրելիներս։ Ձեր կարծիքները ընդհանուր այս թեմայից գրեք կոմենտի բաժնում։ Իսկ իմ անձնականը ու մասնագիտականը ես ասեցի վիդեոում։ Նաև չենք մոռանում լայք, կոմենտ, շեր ու այդ ամեն ինչի մասին։ Առայժմս